Պետական բյուջե մուտքագրված յուրաքանչյուր 1000 դրամից 714-ը վճարել են 1000 խոշոր հարկ վճարողները։ Այդ մասին են վկայում պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։ Այս տարվա առաջին կիսամյակում նրանք բյուջե են փոխանցել շուրջ 1 տրիլիոն 111 միլիարդ դրամ հարկ և տուրք, ինչը 12.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Խոշոր հարկ վճարողների ցանկի առաջատարի դիրքը վերադարձրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ավելի քան 41.7 միլիարդ դրամ վճարմամբ։ Երկրորդ տեղում Mobile Center Art-ն է, շուրջ 38.2 միլիարդ դրամով, իսկ եռյակը եզրափակում է Արչին բանկը 33.6 միլիարդ դրամով։ Բոլոր ոլորտներում էլ ունենք աճ, ամենամեծ աճը ամենամեծ կշիռը արձանագրվել է մեծածախ մանրածախ առևտրի ոլորտում, 1000 խոշորի մեջ կազմում է 31.3%, մշակող արդյունաբերության ոլորտում 15.3% եւ ֆինանսական ոլորտում 13%։ Հաջորդում են տեղեկատվություն եւ կապը, որից հետո հանքարդյունաբերությունը։ Միաժամանակ բարձրացել է նաեւ խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկվելու շեմը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում 1000-րդ տեղը զբաղեցնելու համար հարկավոր էր վճարել 181 միլիոն 418 հազար դրամ, ապա այս տարի նույն հորիզոնականում գտնվող տնտեսվարողի վճարած հարկը կազմել է արդեն 208 միլիոն 408 հազար դրամ։ Ավելացել է նաեւ 1 միլիարդ դրամ եւ ավելի հարկ վճարած ընկերությունների թիվը 180-ից հասնելով 191-ի։ Ցանկում ունենք 227 նոր հարկ վճարողներ, որոնք նախկինում չկային, որից 73 հարկ վճարող ներկայացնում են մեծածախ եւ մանրածախ առևտուրը, 53 հարկ վճարող ներկայացնում են շինարարության ոլորտը եւ 31 հարկ վճարող ներկայացնում են մշակող արդյունաբերության ոլորտը։ Առաջին կիսամյակում խոշոր հարկ վճարողներին ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գծով վերադարձվել է 51 միլիարդ 666 միլիոն դրամ։ Առաջի օրինակ 50 ընկերությունների մեջ 10-ը համարվում են բանկեր, եւ դա շատ լուրջ ցուցիչ է, այսինքն ֆինանսական համակարգը, ֆինանսաբանկային համակարգը խոշոր հաշվով դեռևս մնում է որպես դոմինանտ Հայաստանի տնտեսության սպասարկման շրջանակում։ Մասնագետների գնահատմամբ խոշոր հարկ վճարողների ցանկում հայտնվելը հեշտացել է բիզնեսի համար։ Եթե նախկինում մտածում էինք, որ միայն հանքարդյունաբերության ոլորտի կամ հին ավանդական կապեր ունեցող բիզնեսներին է միայն դա հասանելի, այսօր տեսնում ենք, որ նոր ստեղծվող ընկերությունները բավականին արագ տեմպերով նորարարությունների ներդրման եւ որոշակի ներդրումների ու համագործակցության ընդլայնման շրջանակում շատ արագ կարող են հայտնվել այդ ցանկում եւ արձանագրել բավականին մեծ գործարար ակտիվություն։ Խոշոր հարկ վճարողների մեջ ներառված է նաև 5 ընկերություն, որոնք արտասահմանում են գործունեություն ծավալում, այդ թվում Google-ը, Meta-ն, OpenAI-ը, ներկայացնում է պետնախագահի առաջին տեղակալը։ Իսկ որքան աշխատակից ունեն խոշոր ընկերությունները։ 2026 թվականի առաջին կիսամյակում խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված հարկ վճարողները հայտարարել են 26 թվականի միջին կիսամյակային ցուցանիշով 288582 աշխատատեղ։ Ներկա տվյալները հուշում են, որ աճի ընթացիկ տեմպերը խոշորները կպահեն նաև տարվա կտրվածքով, ընդգծում է Վրեժ Մխիթարյանը։ Կարևոր է, որ արտաքին լուրջ գործոններ ի հայտ չգան, որոնք կարող են բացասաբար ազդել։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, լուրեր։